Վահագն Սարոյան։ Հարգելի ներկաներ, հարգելի հայրենակիցներ, հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից մեկը։ Այսօր էլ այն շարունակում է մնալ այն եզակի ինստիտուտներից, որը հասարակության մեջ վայելում է բարձր վստահություն։ Այդ մասին վկայում են նաև սոցիոլոգիական տվյալները, որոնք ցույց են տալիս, որ այս վստահությունը ոչ միայն պահպանվում, այլև աճում է, հատկապես երիտասարդների եւ մեր տարիքի քաղաքացիների շրջանում։ Եվ սա պատահական չէ, եկեղեցին ոչ միայն հավատքի օջախ է, այլև արժեքների, ինքնության եւ ազգային միասնականության կրող։ Սակայն, ցավոք, այս իրողությանը զուգահեռ մենք ականատես ենք լինում մի մտահոգիչ եւ վտանգավոր միտման։ Երկրի իշխանությունները հետևողականորեն սկսել են արշավ հայ առաքելական եկեղեցու եւ հայ առաքելական եկեղեցու սպասավորների դեմ։ Երբ եկեղեցին անվանում են չուլանոց, իսկ հոգևորականներին անվանում են մաֆիոս կամ մանկապիղծ, հետաքրքիր է, ինչ արժեհամակարգով են շարժվում նրանք, ինչպես են մտնում եկեղեցի եւ մասնակցում են պատարակների։ Հոգևորականների դեմ տարվող նման գործողությունները դուրս են թե բարոյական եւ թե իրավական սահմաններից։ Հաշվի առնելով, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունն իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ, եկեղեցու դեմ ուղված յուրաքանչյուր հարված ըստ էության ուղված է նաև մեր ինքնությանը, մեր արժեքներին եւ մեր միասնականությանը։ Այսօր արդեն ակնհայտ է, որքան էլ փորձ արվի ճնշումների, վարկաբեկման, սահմանափակումների միջոցով նվազեցնել եկեղեցու ազդեցությունը, իրականությունը հակառակն է ցույց տալիս։ Ժողովրդի վստահությունը միմիայն ավելի ավելանում է եւ ամրապնդվում։ Այս ամենի ֆոնին շատերի մոտ արկա է խորը ցավ եւ խորը հիասթափություն, կապված վերջի տարիների ծանր կորստների, անվտանգային մարտահրավերների եւ անորոշ ապագայի հետ։ Այս պայմաններում առավել քան անհրաժեշտ է ոչ թե բաժանել, այլ համախմբել, ոչ թե վարկաբեկել, այլ արժևորել մեր հիմնասյուները։ Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ մեկ պարզ ճշմարտություն. վստահությունը չի նվաճվում ուժով եւ չի կոտրվում ճնշմամբ, այլ ձևավորվում է արժեքների, ճշմարտության եւ պատմության հիման վրա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Մարիամ ջան։ Վահագն Սարոյան, հենակետ վերլուծական կենտրոնի փորձագետ, պատրաստվի Ռուզան Չաչյան։